պատրաստ ամեն ինչ։ Հա, Կամո ջան։ Հա։ Ժուճոկը հողերի մեջ է։ Տղեկս կհետևեն, տեղի կիմանան, մեզ կասեն, մենք էլ կգնան գլխներին կկանգնենք։ Բա որ գտնի են ժուճոկը։ Այդ քո իմացած ժուճոկներից չի, վիկինգ։ Մազից բարակ պլատայա, փողին կլեած, ու այդ ձև չի գտնեն։ Նոր տեխնոլոգիաները։ Մնում է համոզենք փողը քեշ վերցնի։ Կվերցնի։ Հաստատ կվերցնի։ Պետք կապ չունի իրանք Դավոյի տեղը գիտեն, թե քամի են։ Ինքնը։ Լսում եմ։ Ինձ քո պատասխանն է պետք, Ռազ։ Համաձայն եմ։ Ուրեմն հիմա հաշվի համարը կուղարկեմ։ Փողը կփոխանցես, կշարունակենք մեր խոսակցությունը։ Փողը փոխանցելու հետ կապված խնդրեմ է առաջացել։ Ինչ կարգի խնդրեմ։ Հետաքրքրվել եմ, ոչ մի բանկ առանց լուրջ հիմնավորման այդքան փող չի փոխանցում։ Ես էլ չեմ կարող այս երկու օրվա մեջ հիմնավորում սարքեմ։ Քո խնդրեմն է։ Դու հասկանալու այդ խնդիր ունես։ Ասում եմ փողի փոխանցումը խնդրեմ է։ Կարամ այդ փողը քեզ քեշ տամ։ Լավ փորձեր, բայց չէ։ Եթե ինձ չես վստահում, դու հետաքրքրվի։ Բանկի անուն ասա, որ այդքան փող կփոխանցի, ես պատրաստ եմ։ Դու հասկանում ես, որ եթե պայմանավորվածությունները խախտեցիր, հնարավոր է էլ չտենաս աղբորդ։ Հասկանում եմ, դրա համար եմ արագացնում։ Ասա փողը ուր եմ բերում։ Սպասի զանգիս։ Ոնց որ ստացվեց, հա։ Կամո մնում է տղերքը չքաշեն։ Ինչ արծով էիր ուզում հետս խոսաս ավո։ Տղուս, Դավիթի։ Սետոյն ձեզ տալուց հետո ինձ թվում էր այդ թեման փակված է մեր մեջ։ Ես մի հատ վերսիա ունեմ ու ուզում եմ կիսվեմ քո հետ։ Ուշադիր լսում եմ։ Շատ հնարավոր է, որ Դավիթիս ու Կարինեի հետ պատահածը ինչ որ մեկի պլանավորած ակցիան չի, այլ դժբախտ պատահար, պատահականություն։ Ու ոնց է հասկանամ։ Մենք մտածում ենք, որ ոչ մեկ էլ ցանկություն ու նպատակ չի ունեցել երեխեքին վնասելու, առավել ևս Դավիթին գողանալու։ Բայց երբ իմացել են, ում երեխեքն են, ջոգել են, որից հետո է Սեմ ջան, այդտեղ իրանք սխալվել են արդեն։ Հնարավոր է։ Բայց ինչը ձեզ դրդեց, որը տենց մտածեք։ Կամ ես այդ ամեն ինչի հետ ինչ կապ ունեմ։ Որպես այդպիսին կապ չունես Սեմ։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ եթե ամեն ինչ եղել անենց, ոնց նկարագրեցի, ես խոստանում եմ, որ հետևանքներ չեն լինի, եթե տղուս անվնաս հետ ստանամ։ Դու ուզում ես, որ ես այս ինֆորմացիան տարածեմ, որ գնա տեղ հասնի, եթե իհարկե ամեն ինչ եղել անենց, ոնց որ ասում եք։ Հա։ Սեմ քանի դեռ հնարավոր է հարցը առանց արուն թափելու լուծել, ուրեմն պետք է լուծենք, ու բոլորը պետք է վիզ դնեն։ Ես մենակ կողմ եմ, լորդ, պատերազմը ոչ մեկիս օգուտ չի բերի։ Անենց արա ես ինվորմացիան արագ տարածվի փողոցներով։ Անպայման։ Ինչ որ եղավ այսօր ալնելու։ Ահա դուս գիտես։ Ես գելի օտարություն ունեմ։ Վտանգը 1000 կիլոմետրից զգում եմ։ Թող գան, մենք պատրաստ ենք։
Կակրս շուտվանից էլ խոշ չենք մորթել։ Հանգիստը ես ինչ եք անում։ Քաշես կոմ։ Մենք տարածքում կամերաներ ունենք, Սերգո։ Ու ամեն ինչ տենում ենք։ Տարեք սրանց։ Մի ժամից ավել անցավ չզանգին։ Զանգի։ Տեղն է նախապատրաստում, հաստատ կզանգի։ Ասա, ուր եմ բերում փողը։ Հիմա կասեմ ռազ, բայց մինչեդ ուզում եմ շատ լավ գիտակցես, թե ինչ ես անում։ Ես հետևելու եմ քո շարժին, ու եթե նկատեցի մենակ չես, հետևիցդ պոչ ես բերել, կամ հետևում ես ինձ, աղբորդ էլ չես տենա։ Դու ինձ հետաքրքիր չես, ինձ իմ աղբերն է պետք։ Հիմա հասցե SMS կանեմ, որտեղ կտանես ու կթողես փողը։ Կգնաս մենակ, որտեղ հասար քարի վրա կարմիրով արած X նշան կտենաս։ Քարի տակ սև պակետ կգտնես, փողը կդատարկես պակետի մեջ ու կգնաս։ Հասկացա։ 30 րոպե ժամանակ ունես։ Կես ժամից տեղում չեղար, գործարկը չեղարկվում է։ Մնացինք։ Տղերք, իջեք ծխեք։ Ու ինչ է այս ամեն ինչը նշանակում Սեթո։ Ես ինչ խաղեր է խաղում ավում։ Որտեղից է իմացել ավարիայի մասին։ Ըստ երևույթին մտածել եկել են այդ եզրակացության։ Չէ, կամ էլ իրանք են թեման գցել։ Տենան կուտա ով կուտի։ Սեմ, իսկ եթե ավոնը անկեղծ է ու պատրաստ է մեր այդ խաղաղ ձևով այդ հարցը լուծի։ Հավաքի ժամանակ ես ասեցի, որ ես թեմայի հետ կապ չունեմ։ Հետո քեզ տանջեցին, դու էլ նույն բանը ասեցիր։ Ու ոնց ես պատկերացնում։ Հիմա գնամ ասեմ տղերք, ներող։ Ես ձեզ խաբել եմ, այսքան ժամանակ Դավիթը ինձ մոտ է եղել։ Ու մի կարևոր բան էլ։ Ավոն իբր կների, պատրաստաների։ Բայց լորդը ոչ մի բան չասեց։ Ու եթե նրա աղջկա հետ մի բան եղավ, այդ կռիվը մեր դուռն է ծեծելու։ Դու ճիշտ ես, բայց ես շանս ասեմ։ Կարելի է հող նախապատրաստել, հետո գնալ բանակցության, պայմանների մասին համաձայնեցնել, նոր տղուն հետ հանձնել։ Բայց գաղտնի պայմաններում, որ բացի ավոյից ու մեզնից ոչ մեկ դրա մասին կորսի չլինի։ Ավոնը լորդին գարանտ կկանգնի։ Լորդի աղջկա հետ ինչ էր որ պատահի, լորդը մեր հետ ոչ մի պահանջ չի ունենա, ոչ մի հարց ու պատասխան։ Բանկից վարկ չես վերցնում, որ ինչ-որ մեկը գարանտ կանգնի։ Ավոն չէ սաղ աշխարհն էլ գարանտ կանգնի, լորդը մեկը վրեժ ալուծելու, եթե Կարինեն չփրկվեց։ Ու այդ ժամանակ մեր վիճակը ավելի է բարդանալու, եթե ձեռներս ստրախովկա չունեցանք։ Իսկ այդ ստրախովկեն ավոյի տղեն է։ Համաձայն եմ, բայց լուծում կարելի է գտնել։ Չէ, չկա լուծում։ Մենք տուպիկի առաջ ենք, որ կողմից որ նայում եմ։ Լավ, ամեն ինչ մնում անենց ոնց որ կա։ Ինչև տենանք լորդի աղջկա հետ ինչ է լինում։
Շարժվում ենք։ Գլխիս վերևը դրոն է ֆռում։ Այդ դրոնը ինչքան ուզում է թող ֆռա։ Դու հանգիստ քո գործը արա։ Արա այն ինչ որ պիտի անես։ Ես վերջացրի գալիս եմ։ Արի տեղում ենք։ Շարժ կա։ Չէ հələ։ Այսքան շուտ չի գնա փողի հետևից։ Կսպասի կհասկանա, որ ոճ չունի, նոր կվերցնի։ Ասում եմ տղեկին ճիշտ բային մեկ ուսացրին, հա։ Որովհետև աննասուն են։ Հազար ասի արա այդ երկաթները վրեքդ մի ֆրֆռացեք։ Ամեն պահի կարան շմոնանեն գտնեն։ Հա, բայց փաստն է, որ մենակ մնացինք, իսկ տղեկը մեզ շատ էին պետք։ Քեզ թվում է մերս է կամեդոն։ Պատրաստ են մեռնեն իմ համար։ Չէ, Արման։ Ամեն մարդ իր կաշին փրկելու մասին է մտածում։ Չեմ ասում, որ կփախնեն, բայց իմ փայ հարվածը հաստատ իրանց վրա չեմ վերցնի։ Ու այդ նորմալ է։ Չպետք է մարդկանցից սպասես ավելին, քան իրանք կան։ Այդ մտածողությամբ պիտի փիլիսոփա դառնայր։ Բա քեզ թվում է սաղ կյանքներս հանցագործ ենք է։ Արման, պետն ուզում է քեզ տենա։ Ինչի համար։ Չգիտեմ, նախարարությունից ինչ-որ թուղթ է եկել, պիտի նայես տվագրես։ Լավ չեմ զգում, ինձ թող մնա հետո։ Կամ գալիս ես, կամ զինված ախրանան գալի քեզ զորով տանում է։ Հանգիստ գնա։ Իմ մասին մի մտածի։ Արագացրու։ Ռազի հետ խոսա։ Աղբերս կարա պապային համոզի, որ լորդին ստոպ տա։
Ես քո աղբորը չեմ ճանաչում։ Ու չգիտեմ ինչ ռեակցիա կտա։ Ինքը դաժե իր սեփական կյանքը չի խնայի իմ համար։ Քեզ կտա այն ինչ ուզում ես։ Մենակ ես բաց թողես։ Նորություն կա։ Չէ, Կարող է գտել այդ ճուճուկը։ այդ հնարավոր բան չի, Ռազ։ Վիգենն է, Սեմի տղին։ Ասա Վիգեն։ Վիգ բարի օր։ Ռազի հետ եմ ուզում հանդիպեմ։ Ինչ կա։ Հետը բան ունեմ քննարկելու։ Շարժում ունենք։ Փողը գնաց։ Նստի ավտոն, Ռազ։ Ես քեզ հետո կզանգեմ, իմ մի քիչ խառնեմ, կզանգեմ կխոսեմ։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ դշոու համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի դշոու համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ, Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիան, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux, ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Բարև ձեզ, Քուլուքսը ստեղ, հա։ Ստեղ են մազկարակում։ Այո, Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաջալությանը։ Դե ինչ, եկել եմ
մազերս քուլուքսում գրակեմ, լավ վարպետներ են աշխատում ստեղ, դենանք ինչ ենք անում։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի մաչելի գնով 1 օրում ձեր սեփական մազերն են աճելու երաշխավորված։ Ես գիտեմ, որ քուլուքսում լավ մասնագետներ են, դրա համար եկել եմ ստեղ։ Քուլուքսը չի պատերել, իմ այս մազերս սա գալու աճելու, ոչմ ես էլ եմ աճելու, թազա երկեր ենք անելու, ոչմ ուժեղ բաներ ասում մեզ։ Ուրախ եմ, որ աղբորս տեսա, շատ ճիշտ որոշում ես կայացրել։ Ասեմ, որ ճիշտ մասնագետներ ես դիմել։ Դե վсё, ջիգարներ, հաջողություն, Ջոն ջան, համեցեք։ Ես գնացի։ I love you։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Սկսի աղոթել, չլացեց էլ քեզ չի վարկելու։ Այս տախոս համար տվար։ Մի հատ ավելորդ շարժում գլուխներդ կծխեմ, արա։ Տեսար դու էլ ասում էր չէին տա, տեսար ոնց տվին լոխերը։ Ջան, արա, օտից փող կպավեն, հերոսդ վերացրած չկան հետևներից ես։ Չեն գարխային, վիրտուալ համար է, լավ մեզի շուտ Վրաստան պոկվել է պետք։ Կամոր ջոբա։ Մի սպանեք, խնդրում եմ, ես իմ նախաձեռնությունը չէր։ Աղբերը սուրա։ Չգիտեմ, 3 միլիոնի անուն ենք լսել, ուզում ենք փող աշխատենք։ Աղբերը սուրա։ Չգիտեմ։ Այդ ֆոտոները մոնտաժ էի կարել արա։ Հա։ Կամո, չեմ ուզում հերս սրա մասին իմանա։ Չի իմանա։ Բայց հիմա ստեղից գնալա պետք։ Իմ տղերքը տարածքը կմաքրեն։ Պետք եք ինձ։ Պետի մոտ էի, այսօր բաց են թողում։ Շնորհավորում եմ։ Բա քո համար էլ հարցրի։ Այսօր եկուս քեզ էլ բաց կթողեմ։
Գիտեմ, փաստաբան հետ խոսացել եմ, բայց դրանից հետո Եվրոպա մուտքս ծմափակվել է։ Լոզվող հարցեր են։ Դու կարևորը ստեից դուս արի, հետո կջոգենք։ Այսօր դու իմ կյանքը փրկել ես, Արման։ Ու ես մինչև մահ պարտական եմ քեզ։ Մոռացի։ Ես ոչ ինձ արած լավությունն եմ մոռանում, ոչ էլ վատությունը։ Դուրս եկար զանգի։ Համարս կթողեմ։ Կզանգեմ։ Արդեն դուրս ես գալիս։ Նախարարություն պետք է գնամ։ Ինչ-որ բան է եղել։ Ես լեյվը կայ է դուրս գալիս, ասիկ ես տեղ է պահեմ։ Իսկ ով ա ղեկավարելու օպերացիան տեղում։ Որոշել էի Մելքոնյանին հանձնարարեմ, բայց ապահովության համար ես կգնամ։ Շատ ճիշտ որոշում է։ Եթե նրանց հաջողվի վկային սպանել, վերադասը մեզ ցածի կհանի։ Իսկ մամուլի մասին էլ չեմ խոսում։ Ես գիտակցում եմ պայի պատասխանատվությունը։ Դա համար էր որոշեցի անձամբ գնամ ու ղեկավարեմ օպերացիան։ Իսկ արդեն ինֆորմացիա տարածել եք, որ վկային բաց ենք թողնում։ Ահա, բայց դե ինչքան է տարածենք մեկ է, իրանք իրանց ինֆորմատորներ ունեն համակարգում։ Դա մեր ամենամեծ խնդիրներից մեկն է։ Առանց որի լուսման որևէ լուրջ օպերացիա դատապարտվածած ձախողման։ Այս հարցին համակարգային մոտեցում է պետք Բորոյան։ Պետք է իհարկե, բայց դժվար է իրագործել։ Լավ, ժամանակն է, ես գնամ։ Կապի մեջ եղիր, որևէ ոչ ստանդարտ իրավիճակի ժամանակ միանգամից զանգիր։ Այսօր Սերգոն ատուն գալիս, ռեստորանից կարգին ուտելիք, բան պատվիրի, աղբորս տեղը տեղին դիմավորենք։ Արդեն պատվիրել եմ, կարող ես հանգիստ լինել։ Այդ բլոգերի պահով լավ էիք աշխատել։ Հիմա այլ ոչ մի հնարավորություն չունի այդ ծանր մեղադրանքի տակից դուրս գալու։ Տեղն է դրան, քանի տարի է արուններս խմում է, հետքան համոզեցինք, բացատրեցինք, դե հիմա թող գնա բերդերում պտի։ Ջիվանին դու ես գործի դրել, առավոտից չեմ կարում հետը կապնովեմ։ Հա, ես եմ ուղարկել ամառանոց պապայի տան վերանորոգման հարցերով զբաղվելու։ Հանդիպեցի Ռավային։ Հա, հանդիպեցի։ Դու ճիշտ էիր։ Տակտիկան փոխել է։ Ասում է, որ տղուս գողացել է թող հետ վերադարձնի, հետևանքներ չեն լինի։ Բայց ես դրան այդքան էլ չեմ հավատում։ Նեղության մեջ հայտնված մարդը ինչ խոստում ասես կտա։ Հետո էլ հարմար առիթ կգտնի ու վրեժ կլուծի։ Միանշանակ։ Ավոն միայն քեզ հետ է խոսել այդ թեմայով։ Չէ, բոլոր տղերքի հետ առանձին հանդիպել է։ Դու տեղյակ էր, որ Սեթոն անտարբեր չի մեր Սոնայի հանդեպ։ Նկատել էի։ Քո աչքից ոչ մի մանրուք չի վրիպում։
Ես կյանքում մանրուքներ չկան, Սեմ։ Եվ երբ որ դու դրանք չես նկատում, մեծանում, հասունանում եւ գլխիդ մեծ խնդրեմ են դառնում։ Համաձայն եմ։ Իսկ ինչ ես կարծում, Սոնան կհամաձայնվի։ Իհարկե ոչ։ Սեթը վատ տղա չի։ Նվիրված է հավատարիմ, նպատակասլաց։ Բայց ոչ ամբիցիոզ։ Սոնայի կողքին պետքա լինի ուժեղ, մեծ նպատակներով, մեծ ամբիցիաներով ինչ-որ մեկը, ոչ թե Սեթոն, որ ուղղակի կատարող է եւ ոչ լիդեր։ Այդքան էլ համաձայն չեմ հետդ։ Ամեն դեպքում Սոնան է որոշողը։ Լավ, իրիկունը կհանդիպենք։ Էլ մարդ չկա, սաղ գնացի։ Ավո ինչ ես կարծում, սանից մի բան դուրս կգա։ Չգիտեմ, բայց որ թշնամին մեր մեջից է, մեր շրջապատի մարդ, դրանում կասկած չունեմ։ Բայց ով այդ սմերտնիկը, որ չի ջոգում, թե ինչ հետևանքներ կարա ունենա դա իր համար։ Երբեմն վախը պարալիզացնում է մարդուն։ Թույլ չի տալիս ստապ դատել։ Բայց դու մենց առաջարկ ես արել, որ ոնց կարան դրանից հրաժարվեն։ Իսկ դու։ Ես ինչ։ Այս պատմության մեջ չկա առանձին լորդ, առանձին ավո։ Մենք միասին ենք։ Չեմ ջոգում խոսակցություն ուր ես տանում։ Ավո, կարաս բացատրես։ Երբ ես բոլորին հատ ասում եմ, որ տղուս վերադարձնելու դեպքում հետևանքներ չեն լինելու։ Դու պետք է հաստատեիր խոսքս նաև Կարինեի պահով։ Բայց դու այդ չարեցիր։ Հասկացա ինչ ես ասում։ Կներես Ավո ջան, բայց չեմ կարա քո պահանջը բավարարեմ։ Որովհետև Աստված ոչ անի։ Եթե Կարինես չփրկվեց, ես գտնելու եմ դրանց բոլորին հատ մորթելու եմ սաղին։ Այս կեզ ասում եմ ասեն աշկերիտ մեջ նայելով։ Պրոբլեմը հենց դրանում է։ Այդ մարդիկ Դավիթիս որպես ստրախովկա են պահում։ Եթե հանկարծ Կարինեի հետ մի բան պատահեց։ Ավո, դու ուզում ես ես ներեմ մարդկանց, ովքեր աղջկաս մալվան դուրն են ասցրել։ Քո աղջիկը դեռ շանս ունի փրկվելու, լորդ։ Իսկ իմ տղեն չունի, եթե ես հարցում կողքս չկանգնեցիր։ Բարև ձեզ։ Երեկվանից չկաս։ Մի քանի հոգու հետ հանդիպումներ եմ ունեցել Դավոյի հետ կապված։ Արդյունքը 0 է։ Ինչքան է շարունակվելու այս ամեն ինչը։ Ինչքան պիտի սպասենք, ինչի պիտի սպասենք, պապ։ Ես քո հարցի պատասխանը չունեմ, տղես։ Ավո ջան, ես գնացի։ Ու այն ինչ դու ինձնից խնդրում ես, ես դա կանեմ։ Հանուն մեր ախպերության, հանուն Դավիթիս, հանուն քո տղա Դավիթի, ես դա կանեմ։ Շնորհակալ եմ։ Բոլորին տեղյակ կպահեմ։ Ինչի մասին է խոսքը, պապ։ Ոնց է դե վիճակը, Վիգեն։ Նորմալ։ Զենիցդ չի երևում, որ նորմալ է։ Հոգնած եմ, քանի օրա չեմ քնում։ Այսօր իրիկունը տուն կգաս, Սերգոյի վերադարձը պիտի նշենք։ Կգամ։ Շատ չուշանաս։ Կոկային եմ բաստուվել։ Այդ գործը շատ արագ պիտի ալվի, Սեթո։ Քանի այդ վկան չի հայտնվել Ավոյի ձեռքը։
Մեզ ժամանակ է պետք, որ կարողանանք պլանավորել։ Չի բացառվում, գնանք հասնենք տեղ, տեսնենք ոստիկանները այնտեղ նստած են։ Ժամանակ չկա, Սեթո։ Եթե այդ հարիվը սկսեց խոսալ, մենք դրա տակից դուրս չենք գա։ Եթե նույնիսկ մենթերը այնտեղ նստած հսկում են, մի ձև գտի, շրջանցի։ Լավ։ Սամ, բայց որ իսկապես ինքը ոչինչ չի տեսել։ Դու այդքան միամիտ ես, Սեթո։ Չես հասկանում, որ յուրաքանչյուր մարդու կարելի է ստիպել ասել են, ինչ դու ուզում ես լսել։ Ավոն հիմա տուպիկի առաջ է կանգնած։ Ու նա ամեն հնարավորություն կօգտագործի, որ մեզ պատին դեմ տա։ Այսօր վաղ այդ հարցը պիտի փակվի։ Հասկացա։ Մի բան էլ կա, որ ուզում եմ իմանաս։ Ասա։ Արոնա կորել։ Որ Արոն։ Սերոպի տղեկից է, մեր ամենախոշոր դիլերն է։ Այդ նարկոտիկի կեսը ինքը իր ձևերով է քաղաքում ծրում։ Ինչքան ժամանակ է կապի դուրս չի եկել։ 3 գիշերվանից։ Այսօր նոր պարտիա պետք է գար, ինքն էլ ընդեղ լիներ։ Բայց չկա։ Տղերքին ասել ես, որ պարզ են ուրը։ Ասել եմ։ Լավ, գնա։ Կզբաղվեմ այդ հարցով։ Վան ես եմ։ Մի ժամից մոտս եմ ես։